Արվեստասերներին այս անգամ Դիլիջանի երկրագիտական թանգարանը բերել գրավիչ նորությունը։ Պատկերասրահի մշտական ցուցադրության արժեքավոր գործերից մեկը՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծովային տեսարան կտավը շարժման մեջ դիտելու սպասումը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դրամաշնորհով եւ Green Rock բարեգործական հիմնադրամի աջակցությամբ թանգարանը ձեռք է բերել հատուկ վիրտուալ ակնոցներ, որոնք էլ դիտողին օգնում են այսպես ասած մտնել նկարի մեջ, լսել ծովի ձայնը, տեսնել ալեկոծ ալիքները, ճոճվող նավը եւ նկարակալի առջև նստած նկարչին։ Սարքը իր տեսակի մեջ առաջինն է մեզանում։ Նախարարությունը ֆինանսական աջակցություն է բերել այսպիսի ծրագրերին եւ պետք է զարգացնենք հնարավորին չափ շատ այսպիսի ուրեմն տեսակի ներկայացումները։ Մենք գնում ենք նոր տեխնոլոգիաների, նոր լուծումներ, ստեղծագործական ներուժը նորովի ներկայացնելու ճանապարհով։ Այս տեսակի ուրեմն մոտեցումները, քանի որ թույլ են տալիս այդ ժառանգությունը դարձնել ել ավելի ընկալելի եւ շարունակական։ Նախագիծը անվանի ծովանկարչի 1870 թվականին վրձնած հայտնի այս կտավը այցելուներին նորովի վիրտուալ իրականության ձևաչափով ներկայացնելու բացառիկ հնարավորություն է, հասցեագրված եւ մեծերին եւ հատկապես երեխաներին։ Շատ արագ է փոփոխվում տեխնոլոգիական աշխարհում այցելուների, թեկուզ փոքրիկների համար հետաքրքիր միջավայր ստեղծելու համար մենք եւս փորձեցինք թանգարանը տանել զարգացման այդ ուղով, որպեսզի կարողանանք փոքրիկներին էլ ներգրավել թանգարան այցելություն։ Այցելուներին սպասում էր եւս մի հաճելի անակնկալ։ Green Rock բարեգործական հիմնադրամը թանգարանին նվիրեց հայտնի գեղանկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի երկու կտավ, հարստացնելով պատկերասրահի մշտական ցուցադրությունը։ Թանգարանում այսօր մեկտեղվել են արվեստը, ստեղծարարությունը եւ տեխնոլոգիաները։ Շատ կարեւոր է մեզ համար նախագծի շրջանակում գործակցել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, իհարկե նաեւ համայնքի հետ։ Մենք նաեւ շատ ենք կարեւորում մշակութային ժառանգության պահպանությունը եւ Green Rock-ը մշտապես աջակցելու է նման ծրագրերին։ Թանգարանը չուներ Ռուդոլֆ Խաչատրյանի գործերից եւ ուրախ ենք, որ այդ երկու ստեղծագործությունը հիմնական հավաքածուի մաս կկազմի։ Թանգարանի աշխատակիցներն էլ կեսկատակ ասում են, զբոսաշրջիկները քաղաքում իրենց հանգիստը երկարաձգելու եւս մեկ առիթ կունենան։ Վարդուհի Արզումանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։